Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերն ավելացել են։ Տարին դեռ չավարտված 18 մահ է արձանագրվել, 7-ը ինքնասպանություն։ Արդարադատության նախարարը վիճակը մտահոգիչ է համարում։ Իրավապաշտպանները նկատում են պատասխանատու գերատեսչության թերացում։ Արդեն ունենք աննախադեպ փակաստատություններում մահվան դեպքերի աճ, ես չեմ հիշում վերջին 10-15 տարվա կտրվածքով, որ նման տխուր պատկեր լինի սպանությունների, ինքնասպանությունների եւ առհասարակ մահվան դեպքերի կապակցությամբ, ընդ որում ես դեռևս չեմ ուզում մենք տարանջատենք ինքնասպանությունը թե կենսաբանական մահ, ինչու, որովհետեւ եթե դեպքը տեղի ունեցել փակաստատությունում եւ չկա արդյունավետ քննություն, ապա միևնույն է կան շատ լուրջ հարցեր կյանքի իրավունքի պաշտպանության հետ կապված, ընդհանուր առմամբ սա պետության պոզիտիվ պարտավորությունների տեսանկյունից լրջագույն բաց է։ Անցած տարի քրեակատարողականներում 12 մահ է արձանագրվել, ինքնասպանության դեպք չի եղել։ Այս տարվա ինքնասպանության 7 դեպքերից մեկը դատապարտյալների հիվանդանոցում է եղել, մյուսները Նուբարաշեն, Արմավիր, Արթիկ քրեակատարողական հիմնարկներում։ Դեպքերը նվազեցնելու կամ բացառելու համար պետությունն ինքնավնասման հակում ունեցող անձանց հետ աշխատանք է տանում։ Բացի այդ կլինեն նաև առանձնացված խցեր։ Մտածում ենք նաև ժամանակավոր խցեր ունենալ, որոնք զինված կլինեն տեսախցիկներով եւ այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են գտնվում հակվածության դեպի ինքնավնասում։ Ազատազրկվածներին տեսահսկվող խցերում պահելը խնդրահարույց է ու լավագույն մեթոդը չէ ինքնասպանությունների դեպքերը նվազեցնելու համար, ասում է իրավապաշտպանը։ Այստեղ շատ լրջագույն հարցեր են առաջանալու եւ ես չեմ կարծում, որ սա համահունչ է լինելու միջազգային պրակտիկային, հատկապես այն դեպքերում, երբ որ անձին կոնկրետ որոշակի ռիսկեր չեն ցուցաբերում, այստեղ շատ լուրջ անձնական կյանքի պաշտպանության, անձնախելության ապահովման հարց է առաջանալու։ Ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ որ թույլատրվելի լինի խցում մշտական վերահսկողության նկարահանման տակ պահել։ Սա վատագույն լուծումն է, որ իրականացվում է, ստացվում է պետությունը փաստացի ավելի է վատացնում ազատությունից զրկված անձանց վիճակը, փոխանակ վերանայի, թե ինչպիսին է ՔԿՀ ներսում հարաբերությունների վիճակը, ինչքանով է ադմինիստրացիան իր գործառույթները արդյունավետ իրականացում, ինչքանով են քննչական մարմինները կարողանում այս process-ը ճիշտ ուղով տանել, քննել եւ բարձել հանգամանքները։ Հասմիկ Հարությունյանը մինչև 2018 թվականը քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամ է եղել։ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում տարբեր խնդիրներ ունեցող բազմաթիվ դատապարտյալների է տեսակցել, ասում է ինքնասպանության ու ինքնավնասումների պատճառները տարբեր են, քրեական ենթամշակույթից ու միջանձնային հարաբերություններից մինչև հիմնարկի ծառայողների հետ շփումներ ու պահման պայմաններ։ Քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի ներսի բարքերին ծանոթ լինելու կարող եմ պնդել, որ շատ դեպքերում այս մահվան դեպքերին, ինքնասպանության դեպքերին կարող են նախորդած լինել նաև վատ վերաբերմունքի որոշակի դրսևորումներ, ինչպես միջանձնային հարաբերություններում, այնպես էլ արդեն ադմինիստրացիայի հետ կապված որոշակի հարցեր, որոնց հետևանք որպես եւ որոնցով պայմանավորված մենք ականատես ենք լինում այդ ցավալի դեպքերին, կամ հաջորդ պատճառներից մեկը դա բուժօգնության ժամանակին եւ պատշաճ հատկացնելու, բուժօգնություն հատկացնելու հարցն է, որը շատ դեպքերում ուղղակի տեղում չի լինում։ Մարդը հասնում է րոպեներ առաջ բժշկական օգնությունից կարող է մահը վրա հասնել։ Եղել են բազմաթիվ դեպքեր։ Եթե պատասխանատվության ինստիտուտը չի գործում, դրա համար մենք շարունակական այս պատկերի վատթարացման ենք ականատես լինում։ Առաջին հերթին դա քրեակատարողական վարչությունն է եւ արդարադատության նախարարություն ոլորտը կարգավորող հիմնական մարմինները այս երկուսն են։ Եվ տարվա սկզբից է այս թվերի պատկերը եղել առաջին 3 ամիսներին եւ առաջին կիսամյակում արդեն շատ մտահոգիչ էր, բայց փաստացի որևէ դրական տեղաշարժ, որը շոշափելի արդյունք կտար, տեղի չի ունեցել։ Սա ընդհանուր մինչև կադրային փոփոխություններ, քաղաքականության վերանայում պետք է ենթադրեր։ Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ պետությունը թերացել է իր պարտավորությունների հարցում։ Ինքնավնասումների աճը ըստ իրավապաշտպանի վկայում է նաև դատապարտյալների հետ տարվող հոգեբանական ոչ պատշաճ աշխատանքի մասին։ Ուշագրավ է, որ քրեակատարողական ծառայության պետը Ծովինար Թադևոսյանը 2020-ից 25 թվականներին եղել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։